Տեր, փարատիր քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը եւ բժշկիր։ Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ Սուրբ Խաչիդ նշանով։ Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար բազմավորում Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին եւ ազատում հիվանդություններից։ Ամեն։ Հիվանդությունը դա միայն ֆիզիկական վնասումը չէ կամ հիվանդագին երևույթները չեն, այլ դրանք անմիջապես ազդում են մարդու ներաշխարհի հոգևոր կյանքի վրա, բերելով դրա վատացմանը եւ ամբողջ աշխարհում մեծ կարեւորություն է տրվում այսպես նոր հասկացողությանը, որը կոչվում է ամբողջական խնամք հիվանդի, որի մեջ մտնում է նրա սոցիալական, հոգեկան եւ ֆիզիկական կայունությունը եւ ամբողջական այդ շղթայի ապահովումը, որպեսզի մարդը լինի ներդաշնակ։ Հոգևոր կյանքը եւ բժշկությունը նրանք իրար հետ շատ զուգահեռ կապված են, քանի որ մեր ամենօրյա աշխատանքի մեջ իսկ վիրաբուժությունը դա առաստված դու անդադ մտածում ես, որովհետեւ դու գործ ունես հիվանդի կյանքի հետ եւ գործ ունես այնպիսի պայմաններում, այնպիսի դժվար դեպքեր են լինում, որ ուղղակի ակամայից դու նույնիսկ կարող ես չխնդրես, բայց քո մեջ Աստծո հետ ես շատ հրաշքներ ա լինում վիրաբուժության մեջ, որը որ չի բացատրվում գիտականորեն։ Հայտնի է, որ հայ հոգևորականի ծառայության անբաժան մաս է նաև հոգևոր խնամք տանել հիվանդների նկատմամբ։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցում հիվանդախնամ ծառայությունը եւ առաքելությունը դարերի պատմություն եւ փորձառություն ունի։ Այս առումով ամենախոսուն օրինակը Ներսես մեծ հայոց կաթողիկոսի կողմից ընդունված որոշումներն ու գործերն են, որոնք լավագույնս ցույց են տալիս եկեղեցու խնամքը հիվանդ, տկար եւ կարոտյալ հոգիների նկատմամբ։ Հիվանդի համար աղոթքը պարզապես խնդրանք չէ, այլ հոգևոր անկախտելի կապ, որը նրան հույս եւ մխիթարություն է տալիս, ինչու որովհետեւ հիվանդությունները հաճախ ուղղորդվում են տարատեսակ վախերով, անորոշությունով եւ միայնության զգացումով։ Իսկ աղոթքը տալիս է զգացում, որ մարդը միայնակ չէ իր դժվարությունների մեջ, միայնակ չէ իր պայքարում եւ որ Աստված հավատքով արված աղոթքը երբեք չի անտեսում։ Հավատքը, աղոթքը եւ բժշկությունը գործակիցներ են հիվանդին բուժելու բարդ եւ ծանրագույն գործում։ Երևանի ու մարզերի բժշկական կենտրոններից շատերում աղոթատներ կամ մատուռներ են գործում։ Խորհրդային տարիների սահմանափակումներից հետո Հայաստանում այս գործընթացը սկսվել է 90-ականներին։ Նոր Քամայինքի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում գործում է Մայր Աստվածածին մատուռը։ Այն ստեղծվել է երջանկահիշատակ Գարեգին առաջին կաթողիկոսի օրհնությամբ, Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդության տարիներին։ Բուժառուները, հիվանդապահները, բժիշկները, համակարգում ընդգրկված աշխատակազմը հիվանդանոցում հոգևորականի ներկայություն, աղոթատուն, մատուռ կամ աղոթքի անկյուն ունենալը անհրաժեշտություն են համարում։ Հոգևորի կարիքն ունեն հատկապես ծանր հիվանդները, ինչպես նաև բուժառուների հարազատները եւ հենց բժիշկները։ Բուժման կարիք ունեցողները ապավինում են Աստծո զորությանը։ Մեր փոքրիկ բալիկները, զավակները, որոնք որ չեն կարողանալու գալ եկեղեցի օրհնություն ստանալու, մենք ենք գալիս եւ օրհնում ենք մեր փոքրիկ երեխաներին։ Եվ դա նաև առիթ է մեզ յուրաքանչյուրիս համար, որ նորից լինենք մեր փոքրիկների հետ, դա առիթ է մեզ համար, որ աստվածային օրհնությունը փոխանցենք մեր զավակներին մաղթանքով, որ իրենք շուտ առողջանան եւ վերադառնան իրենց ընտանիք։ Հիվանդի հավատքը աղոթքի հանդեպ կարելի է ասել դա արդեն գործի կեսն է, որտեղ հավատքը դա հզոր ուժ է։ Եվ պատահական չի, որ արտասահմանում վիրաբուժները վիրահատելուց առաջ ամբողջ անձնակազմով աղոթում են, նոր մտնում վիրահատարան։ Հոգևորականի ներկայությունը հիվանդանոցում անհրաժեշտ է հիվանդների հոգևոր ապաքինման եւ անձնակազմին հոգևորը փոխանցելու համար։ Ինչն է ցավում։
Ականատես եմ եղել մի քանի անգամ Հայր Սուրբի աղոթքների հիվանդներին, ծանր հիվանդների դեպքում, կարելի է ասել գրեթե ծայրահեղ ծանր, երբ որ հիվանդը ապաքինվել է։ Մարդկանց համար կարող են դա հնչել որպես հրաշքներ, բայց նման հրաշքները կյանքում շատ են լինում։ Վերջին խոսքը միևնույն է Աստծոնն է։ Կարևոր է բժշկական կենտրոններում հոգևոր կյանքի առկայությունը, որովհետև մարդիկ այո շատ հիվանդությունների դեպքում եւ ոչ միայն բուժառուները, այլ նաեւ նրանց հարազատները հոգեբանական ընկճված վիճակում են։ Նրանց պետք է սփոփանք, նրանց պետք է աջակցություն եւ այդ ամենը նրանց կարողանում են ապահովել հոգևոր կյանքի եւ հոգեվորականները։ Ակամա հիշեցի մի դեպք, երբ տարիներ առաջ Իզմիրլյան բժշկական կենտրոն ընդունեցինք 29 տարեկան մի աղջիկ, ով 6 անհաջող վիրահատությունից հետո ընդունվեց Իզմիրյան բժշկական կենտրոն, վերակենդանացման բաժանմունք, ծայրահեղ ծանր վիճակում։ Ամենօրյա այցելությունները, աղոթքը եւ սուրբ հաղորդության բաշխումը տվեց իր արդյունքը այն պարագայում, երբ բժիշկները գնահատելով իրավիճակը չէին կարողանում որևէ հույս տալ իր հարազատներին։ Եվ փառք Տիրոջը, որ այսօր ինքը լիակատար բուժում ստանալով վերադարձել է կյանքի բնականոն ընթացքին։ Ժամանակակից իրականության մեջ բուժ հաստատություններում հոգևորականի ներկայությունը ունի մի քանի կարևոր գործառույթ։ Նախ հիվանդանոցում հիվանդները զրկված են կյանքի բնականոն ընթացքից։ Հիվանդասենյակում եւ վերակենդանացման բաժանմունքում հիվանդը կարիք ունի հոգևոր հաղորդակցման եւ այդ հոգևոր հաղորդակցման ժամանակ ինքը հույս, ուժ եւ մխիթարություն է ստանում պայքարելու հիվանդության դեմ։ Մոտ 10 տարուց ավել այդ միտքը ծագեց մեզ մոտ, իմ ու իմ գործընկերոջ մոտ, եւ մենք որոշեցինք, որպեսզի հիվանդանոցի բակում մատուռ կառուցենք։ Սկզբից մի էսկիզ կար իմ գործընկերոջ մոտ խաչքարի տեսքով, որ խաչքար տեղադրենք։ Հետո ես առաջարկեցի, որ այդ նույն էսկիզով խաչքարի մենք ոչ թե խաչքար միայն լինի, այլ նաեւ այդ խաչքարի էսկիզը դիմային մասը լինի, խաչքարը գնա հետ եւ մուտք լինի, որպեսզի կարողանա մարդը մտնի եւ առաստված աղոթք անի։ Քանի որ հիվանդանոցում կառուցվեց մատուռը, մենք չէինք ուզում, որ ուղղակի դա շինություն լինի, այլ ուզում էինք, որ եկեղեցական կանոններին համապատասխան բոլոր կանոնակարգերը անցնի եւ վեհապար հայրապետին դիմեցինք այն ժամանակ եւ Հովնան Սրբազանը եկավ եւ օծեց եւ իր առաջարկով դրվեց Սուրբ Փրկիչ։ Կան ինձ նման մամաներ, ովքեր ժամանակ առ ժամանակ կարիք են զգում այդ հանգստությունը իրենց մեջ գտնել, ովքեր հաճախակի են այցելում իրենց բալիկների հետ բժշկական կենտրոն, եւ ինչու՞ չէ նաեւ ուրիշ խնդիրներ ունեցող մարդիկ, կարծում եմ, որ շատ լավ միտք է այստեղ մատուռ տեղակայելը։ Աշխարհում բազմաթիվ հետազոտություններ են արվել հիվանդությունների, տարատեսակ ծանր հիվանդություններից մարդկանց ապաքինման համար, որոնք ունեցել են աղոթական վիճակ, հաճախակի մասնակցել են հոգևոր արարողություններին, հաճախել են եկեղեցի եւ նրանք շատ ավելի հեշտ են հաղթահարել այդ հիվանդությունները, որովհետեւ աղոթքը օգնում է մարդուն հույս ունենալ, հավատք ունենալ եւ շատ կարեւոր է հավատք ունենալ առողջանալու համար։ Հույս ունենալ, որ այո անցնելու եմ այս հիվանդության միջով։ Ուստի այո շատ կարեւոր է բժշկական կենտրոններում հոգեվորականների դերը, որովհետեւ շատ ժամանակ մենք բժիշկներս ինքներս այո մենք ասում ենք հիվանդին, որ քեզ կարող ենք օգնել, բայց այն նուրբ տեղը, որ հոգեվոր կյանքին է վերաբերվում, այդ առումով նրանք ավելի փորձառու են մեզանից։
Ժամանակակից բժշկությունը աղոթատունը դիտարկում է ոչ միայն որպես հոգևոր կրոնական պահանջմունքի բավարարման վայր, այլև որպես թերապևտիկ միջոց, որն օգնում է մարդուն պահպանել հոգեկան հավասարակշռությունը դժվար իրավիճակներում։ Աղոթքի եւ խոկման բարերար ազդեցությունը ճնշման, սրտի աշխատանքի, հետվիրահատական վերականգնման վրա ապացուցվել են կլինիկական բազմաթիվ հետազոտություններով։ Բժշկական կենտրոններին կից եկեղեցիների, մատուռների կամ աղոթասենյակների առկայությունը տարածված է եվրոպական երկրներում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Շատ հիվանդանոցներ հիմնադրել են հենց եկեղեցական միաբանությունները։ Արևմտյան մշակույթում բժշկությունը եւ հավատքը անբաժանելի են, իսկ հիվանդների խնամքը համարվում է նաեւ հոգեվոր առաքելություն։ Հայաստանում առաջին հիվանդանոցները հիմնվել են վանքերին կից։ Հաճախ հիվանդանոցները այնպես էին կառուցվում, որպեսզի հիվանդասենյակներում լսելի լիներ շարականների հոգևոր երգեցողության ձայնը։ Հայկական մշակույթում աղոթքն ինքնին համարվում է դարման ամոքող միջոց։ Նարեկը դրվում էր հիվանդի բարձի տակ։ Նարեկացու բուժիչ աղոթքները հանգստացնում էին հիվանդի մարմնավոր եւ հոգեկան ցավերը։ Այսօր էլ նարեկով բուժվելը համարվում է թերապիայի առանձնահատուկ ուղղություն։ Այն հիմնված է Սուրբ Գրիգոր Նարեկացու մատյան ողբերգության աղոթագրքի ընթերցման եւ դրա բուժիչ ազդեցության վրա։ Տեր, դու որ բնությամբ անպարտելի ես եւ անփոփոխ բարի, որպես բարերար նայիր իմ այս տկարությանը, որպես հզոր զորացրու իմ թույլ մարմինը, որպես բժիշկ սպիացրու իմ հոգու եւ մարմնի վերքերը։ Հեռացրու ինձանից հուսահատության մթությունը, փարատիր ցավի ծանրությունը, որպեսզի քո կենսատու զորությամբ նորոգված ես նորից կանգնեմ ոտքի եւ օրհնաբանեմ քեզ։ Թող քո խաղաղությունը հանգչի իմ հոգում եւ քո օրհնությունը լինի ինձ պահապան բոլոր տեսակի հիվանդություններից եւ տառապանքներից։ Ամեն։